Թանկացումներ են սպասվում ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային առևտրում։ Հայկական շուկայում թանկացումների մասին երկուշաբթի ասուլիսում խոսել է Հայաստանի ֆինանսների նախարարը։ Մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաև կապված է Իրանից մատակարարումների հետ, դրանք կարող են խաթարվել, երկարել, թանկանալ։ Սրան էլ գումարած Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է վատ լուր ասում։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում եւ Իրանի ճանապարհներին։ Նա հիշեցրել է, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը, հույս ունենալով, որ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ Այլընտրանքային մյուս սահմանին էլ Վրաստանում հայկական բեռնատարների անցումն է կրկին դանդաղել։ Մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ։ Հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք Հայաստանը ցամաքային սահմանի 4 կողմից փակ է, իսկ ֆինանսների նախարարն էլ հավատում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվելու է, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվելու։ Մենք ունենք լրջագույն անհանգստանալու խնդիր, որովհետև Հայաստանի Հանրապետության պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի զգալի մասը կազմող ասֆալտաշինությունը եւ ռազմական շինարարությունը վտանգի մեջ են, որովհետեւ երկու ապրանքային խմբեր, դրանցից առաջինը բիտումը ճանապարհաշինության համար, երկրորդը գիպսը դա շինարարության համար եւ ինչու՞ չէ նաեւ ցեմենտը Հայաստանի Հանրապետության նրանց տեղափոխումը տրանզիտը, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագան հնարավոր ընդհանրապես փակվի։ Տնտեսագետն անդրադառնալով իրավիճակին պարզ ասում է, խնդիրն այն չէ միայն, թե որտեղից են գալիս ապրանքները կամ որքանով են թանկացել միջազգային գները։ Խնդիրն ըստ նրա կառավարման որակն է։ Այլընտրանքը ցանկացած բարագան, երբ որ տնտեսությունը կամ իշխանությունը իրականացնում են մարդիկ, ովքեր տնտեսական, լոգիստիկ կապերի ստեղծման, պահպանման, որոնման հետ կապված ընդհանրապես փորձ չունեն, այս իմաստով միակ այլընտրանքը մնում է հնարավոր հարվածներին սպասել եւ աղոթել, որ ենթադրենք իշխանական լիազորություն ունեցող անձիկ փորձեն գտնել ինչ-որ լուծումներ, որի համար շատ կասկածում են։ Կոմենդատյանն ընդգծում է, որ նույնիսկ պատերազմ չլինելու պարագայում Հայաստանը լուրջ սահմանային խնդիրներ ունի հատկապես Վրաստանի հետ։ Ընդգծում է, ավելի քան 1 ամիս է Վրաստանը փակել է հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանումը։ Խոստումներ կային, որ կբանակցեն, արդյունքը անգործությունն է։ Այս խնդիրը ըստ նրա պետական դանդաղաշարժության եւ ոչ համակարգված դիվանագիտության հետևանք է։ Խնդիրը նա է, որ մենք ունենք էկոնոմիկայի նախարար, որը ապիկարության մի այսպես հուշարձան իրենից ներկայացնում։ Իրան-Իսրայել պատերազմը չի սկսվում ու ավարտվում վնասներ հասցնելով տարածաշրջանին։ Նավթը թանկացել է։ 1 բարելը միջազգային շուկայում գնահատվում է մոտ $75։ Հունիսի սկզբին 1 բարել նավթը վաճառվում էր $10 ավելի էժան։ Իրանը սպառնում է փակել Հուրմուզի նեղուցը, ինչի պատճառով ըստ տարբեր վերլուծությունների նավթի գինը կարող է մինչև 1 բարելի դիմաց $130 հասնել։ Հայաստանը ստիպված է տնտեսական լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ համաշխարհային գներն աճում են, իսկ փոխադրումները բարդանում։ Փորձագետները զգուշացնում են, տարածաշրջանային լարվածության ու աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին առանց երկարաժամկետ ռազմաբարության տնտեսական անվտանգությունը Հայաստանի համար կմնա պատրանք։ Ցամաքային մեկուսացումը եւ արտաքին շուկաներից կախվածությունն այժմ ավելի քան դամոկլյան սրի պես ճոճվում է մեր գլխավերևում։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։